Ժողովուրդ ջան, բարի օր, բայց իմացաք, երեկ հերթական լպիրշ հարցազրույցն է տվել ազգային ժողովի նախագահի աթոռին սվաղված Ալեն Սիմոնյանը։ Հարցազրույցի բովանդակությանը անդրադառնալը անշնորհակալ գործ է, որովհետև որևէ լուրջ մարդ երբեք Ալենի հարցազրույցների բովանդակություն չի մեկնաբանում, որովհետև այդտեղ բովանդակություն, միտք, առասարակ երբևէ գոյություն չի ունեցել։ Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, որտեղ ցինիկ լինելու համար պետք է ունենալ գիտելիք եւ կրթություն։ Ալենը շարքային լկտի է։ Ուզում եմ հիշեցնել, որ երեք հոխորտում էր մի մարդ, ով 20 թվականի նոյեմբերին Մոսկվայի հյուրանոցներում ապաստան էր փնտրում հայ ժողովրդի զայրույթից խուսափելու համար։ Մի մարդ, ում լեզուն, ամբիցիաները եւ ով գիտի էլ ինչ, Նիկոլը կարճացրել է, բռնելով իր ընտանիքի անդամի եւ նստեցնելով։ Ալենի պատման ապօրինաբար։ Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապաների քաղաք դուրս գալ չի կարող, ով առանց թիկնապաների իրեն մարդ եւ տղամարդ զգալ չի կարող։ Առասարակ մեծ հարց է դեռ, ով է ավելի շատ մահացու մեղքեր կուտակել, Նիկոլը թե Ալենը, որովհետեւ իմ հաշվելով Նիկոլին կարելի է վերագրել 7 մահացու մեղքերից 6-ը, իսկ Ալենը կուտակել է ողջ ծաղկեփունջը, բոլոր 7 մեղքերը։ Նիկոլի կողքը լինելը խարան է, սակայն Ալեն Սիմոնյան լինելը կրկնակի խարան է, որովհետև հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու, անկախ ձեր այսօրվա հոխորտանքներից, բարգավաճող ֆինանսական վիճակից, ձեր լկտիությունից ու լպիրշությունից, այն աղետները, որ դուք բերել եք մեր գլխին, հայ ժողովրդի գլխին։ Ալեն Սիմոնյանի մասին երկար խոսելը նորից կրկնամ անշնորհակալ գործ է, բայց պարբերաբար հիշեցնել իր անցյալը պետք է, որովհետև իր ապագան լինելու էլ ավելի վատ է, քան իր անցյալը, որովհետև Հայաստանում նման խարաններով ԿՊ-ական եւ Ալեն Սիմոնյան ապրելը մի օր լինելու է շատ դժվար, թեպետ այդ մեղքերի քավության ճանապարհով նրանք պարտավոր են անցնել, որովհետև բազմաթիվ տառապանքներ, կորուստներ, վշտեր են պարգևել հայ ժողովրդին։ Այսքանը։